Ելի հայրենակիցներ, երեք տեղի ունեցավ բավական բուրըն, այսպես ասած, հերոստապանավեճ քաղաքական ուժերի միջև, ովքեր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուրեմն մասնակցեցին այդ բանավեճին եւ այստեղ ինձ ավելի հետաքրքրեց Մանկուրտ Ալենի, Նիկոլի Ալենի այն միտքը, որ հոկտեմբերի 27-ի պատճառը դա մեղրին ադրբեջանցիներին հանձնելու ծրագիրն էր, Քոչարյանը պետք է հանձներ, Վազգեն Սարգսյանը չթողեց, որի պատճառով էլ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Թեմիրճյանը սպանվեցին։ Գիտեք, Քոչարյանին չեմ պաշտպանում, նրա թիմից չեմ, բայց ինձ այստեղ հետաքրքրում է շատ բարձր տրամաբանությունը։ Եթե Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Թեմիրճյանը խանգարում էին մեղրին հանձնելուն եւ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի դեպքը, ու արդեն իրանք չկային։ Ով էր խանգարում արդեն Քոչարյանին մեղրին հանձնել ադրբեջանցիներին։ Դուք այստեղ տրամաբանությունը տեսնում եք Նիկոլի Ալենի արտահայտած մտքի։ Ես օրինակ շատ վաղուց Նիկոլի եւ նրա թիմակիցների արտահայտած մտքերի մեջ ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում։ Իսկ այստեղ ընդհանրապես տրամաբանություն չկա։ Եթե այդ երկու ըստ Ալենի խանգարող անձինք եւ հատկապես Վազգեն Սարգսյանը արդեն սպանված էին, Քոչարյանին ի՞նչն էր ստիպում չտալ, ճակերտավոր ասած, մեղրին ադրբեջանցիներին։ Երկրորդը, հարգելի հայրենակիցներ, այստեղ հարցը նաեւ նրանում է, որ ասենք առիթից օգտվելով, որ մեր հանրության զգալի մասը քաղաքականապես եւ դիվանագիտական առումով անգրագետ են, այս մանկուրտ դավաճանների ոհմակի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ նույն Ալենը, փորձում են մանիպուլացնել մարդկանց եւ խաբել, թե բանակցել են։ Էհավ, ասենք բանակցել են, հետո ասենք բանակցել են։ Վերջնարդյունքում ինչ որ փաստաթուղթ ստորագրվել է այդ բանակցությունների արդյունքում։ Ոչ։ Այսինքն այդ բանակցությունները առ ոչինչ են։ Հարգելի հայրենակիցներ, դուք կարող եք բանակցել ցանկացած թեմայի վերաբերյալ, բայց եթե չկա ստորագրված փաստաթուղթ, որով դու վերցնում ես քո վրա պարտավորություններ եւ պարտականություններ այդ փաստաթղթի առումով, ուրեմն այդ բանակցությունները առ ոչինչ են, այնպես որ հիմա դնել, քննարկել, թե Քոչարյանի օրոք էս ինչ է քննարկվեին, ինչ է քննարկվել, դա ուղղակի աբսուրդ է։ Ամեն դեպքում Քոչարյանը Սերժ Սարգսյանին բանակցային գործընթացը հանձնել է այնպիսին, ինչպիսին ստացել է գրեթե Լևոն Տեր-Պետրոսյանից, այսինքն մեկ պաշտոնական փաստաթղթի հիման վրա 1994 թվականի մայիսի 12-ի, ուրեմն զինադատարով վերջ, ուրիշ փաստաթուղթ կողմերին պարտավորեցնող չի եղել։ Բոլոր թեզերը Նիկոլի եւ նիկոլականների առաջ բերած տարական սուտ են, հարգելի հայրենակիցներ, չկա նման բան։ Արցախյան բանակցային գործընթացի վրա ազդել է երկու փաստաթուղթ։ Մեկը իմ ասած վերը նշված 1994 թվականի մայիսի 12-ին է, մյուսը 2020 թվականի նոյեմբերի 9-ին է։ Եվ իհարկե 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի փաստաթուղթը, որով Նիկոլի նման դավաճանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Մյուս բոլոր հայտարարությունները տարական զառանցանք են եւ անիմաստ են։ Իսկ կրկին անդրադառնալով Ալենի անտրամաբանական հիմար մտքին, ասեմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանին խանգարում էին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Թեմիրճյանը, իբր թե ուրեմն մեղրին թուրքերին հանձնելու առումով, ապա հոկտեմբերի 27-ից հետո խանգարող չկար, բայց ինչի չհանձնեց։ Նիկոլի Ալեն, դադարեցրու այդ էժանագին ստերդ։